Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյարդաբանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազատամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի եւ հասարակական քաղաքական գործիչ, կրկին նախկին քաղբանտարկյալ եւ նախկին падգամավոր պարոն Ազատ Արշակյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Այք։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ ուրախ եմ ձեզ հետ զրուցելու։ Պարոն Արշակյան, ձեր հարցազրույցներից մեկում դուք հիշեցրել եք, ասել եք, որ մենք միշտ եղել ենք երրորդ կողմը, մեզ վերաբերող հարցերը որոշել են իրար հետ Արևմուտքը, Ռուսաստանը, ես ինձ եմ ավելացնում Ռուսաստանը եւ Թուրքիան երևի թե եւ հայ ժողովուրդը։ Հարցս հետեւյալն է, այսօր եւս այդպես է, թե կան հարցեր, որոնք մենք այնուամենայնիվ այսօր որոշում ենք մեզ հետ կապված հարցերի մասին է խոսքը իհարկե։ Ես նկատի եմ ունեցել, որ մենք եղել ենք օբյեկտ գործարքների, բանակցությունների, մենք օբյեկտն ենք եղել։ Շատ հնարավոր է, որ այդ սեղանի շուրջը մենք էլ նստած լինեինք, բացառված չի, ասենք Վերսալում կամ Սան Ստեֆանոյում կամ Բերլին կոնգրեսում, մենք հնարավոր է, որ որևէ հայ ներկա լինի, բայց միևնույն է, մենք չենք եղել որոշում կայացնողը եւ ազդեցիկ չենք եղել։ Այդ իմաստով ենք երրորդ կողմը, ես հիմա չեմ հիշում, ես էլ երբեմն միտքս փոխում եմ։ Այսօր կարող ենք այդպես ասել, որ մենք եղել ենք երրորդ կողմը։ Մեզ վերաբերող հարցերը այլ տեղ են լուծվել, այլ խաղաղների կողմից են միշտ լուծվել եւ իմ հարցն էր այսօր եւս այդպես է, որովհետեւ Արցախյան հարցը մենք էլի հիշում ենք, որ Ադրբեջանը խոսում էր Ռուսաստանի հետ վերջին շրջանը, որ հաստատ այդպես է եղել, եթե ես չեմ սխալվում։ Այո։ Լավրովը խոսում էր Բայրամովի հետ, հիշում եք։ Այո, երբ մենք գործոն չենք, երբ մենք սուբյեկտ չենք, մենք վճռ կայացնող չենք, մենք վետոյի իրավունք չունենք, երբ մենք չենք նախաձեռնել որևէ բան, մենք ուրեմն երրորդն ենք, այսպես ճակերտների մեջ վերցնեմ այդ երրորդը, այսինքն ես հիմա ոչ միայն համարում եմ, որ արդեն մենք գործընկեր ենք, այդտեսեք սուբյեկտ չասեմ, մենք գործընկերոջ կարգավիճակ ստացանք եւ դրա վրա շատ կարեւոր ազդեցություն ունեցավ Եվրաքվեն։ Այսինքն մենք ներկայացրել ենք երկու անգամ մեր ժողովուրդը ներկայացրել է հայտ անկախության հանրաքվեն եւ Եվրաքվեն։ Այսինքն մենք ունենք մեր ձեռքին այդ փաստաթուղթը, բնութագիրը կամ ինքնաբնութագիրը, որ մենք իրավունք ունենք գործընկեր լինելու։ Մենք ցանկություն ենք գուցե հայտնում։ Ցանկություն, այո։ Եվ հիմա իմ այս հայտարարությունները, որ մենք սուբյեկտ ենք, որ մենք գործընկեր ենք, որ մենք գործոն ենք, դա նաև ցանկություն է։ Ես լավատեսական բանի վրա եմ, ալիքի վրա եմ, ուզում եմ ասել, կարելի է եւ այլ բաներ ասել, հորետեսականներ, որ ասում են շատերը, մեր հակառակորդները, մեր ժողովրդի հակառակորդները, մեր պետության հակառակորդները թերագնահատում են մեզ, ես մտածում եմ, որ եթե ես նույնիսկ գերագնահատում եմ, լավ եմ անում։ Լավ։ Պարոն Մալխասյան, բավարար է ցանկություն ունենալը եւ դրանով եւ այդ համարել, որ դու դառնում ես լի իրավ գործընկեր։ Իհարկե, բավարար չէ։ Գործընկերները ուրեմն կյանքի մեջ իրադարձություններում ստուգվում են նաեւ։ Հիմա մենք արդեն 200 տարուց ավել Ռուսաստանին համարում ենք մեր հիմնական գործընկերը, երաշխավորը մեր անվտանգության, բայց կյանքը ցույց տվեց, որ խաբկանք է դա։ Իրենք բան են, մեզ օգտագործում են եւ միշտ պետք է զգուշանալ նրանից, ով որ քեզ խաբել է կամ դավաճանել է։ Ռուսաստանը, ես չեմ ուզում ծանրաբեռնել օրինակներով, ուրեմն մեզ դավաճանել է ոչ միայն մեկ, այլ 1001 անգամ։ Եվ այդ բոլորից հետո մենք հետևություններ պիտի անենք, հերիքա մի հատ պարզ օրինակ բերեմ։ Երբ որ Ադրբեջանի ու ռուսների հարաբերությունները վատացան են ինքնատիռի հետ կապված միջադեպով, ուրեմն Դուգինը նամակ գրեց Ալիևին։ Հիշում եք, համացանցում տարածվեց այդ նամակը։ Ուրեմն նամակի բովանդակությունը ո՞րն էր։ Ուրեմն ասում էր
հարգարժան Իլհամ Հեյդարովիչ, դուք լավ մտածեք, որ այդ Ղարաբաղի տեր դարձակ, ով էր կանգնած ձեր թիկունքին, ով ձեզ օգնեց, որ Ղարաբաղը դառնա ձերը, մենակ այս նամակը, որ լրիվ հիմնական ապացույցն է, որ այդ մեր գործընկերը, որի վրա մենք հույսեր ենք կապում, մեր ամեն ինչը վաճառեց թուրքերին, ադրբեջանցիներին, որ ադրբեջանցիների հետ մերձենն է։ Հիմա ելնելով այդ բաներից, մենք պետք է ինքնիշխանությունը մեր պաշտպանենք։ Հիմա տեսեք, այս վերջին տարիներին, 5-6-7 տարիներին, երբ որ Հայաստանը ուրեմն գործում է իր խաղի կանոններով, իր որոշումներով, իր տրամաբանությամբ, իր ինքնուրույն քայլերով եւ իր պատասխանատվությամբ, մենք զգալի առաջընթացներ ենք արձանագրել, թե պաշտպանության, թե դիվանագիտության, թե ներքին տնտեսական բարեկեցության հետ կապված, զգալի, այդ բոլորը գալիս է մեր ինքնիշխան քայլերից։ Տեսեք, Փաշինյանը որ գնաց Պուտինի մոտ, Պուտինը դողում էր։ Պուտինը սարսափում է ոչ թե Փաշինյանից, ոչ թե սարսափում է ՆԱՏՕ-ից, սարսափում է ժողովրդավարությունից։ Եվ դրա համար այդ թեման բանարեց, խորացրեց Փաշինյանը եւ ինչքան այդ թեման խորացնում էր, Պուտինը ընկնում էր հոգեխանգարմունքի մեջ։ Ժողովրդավարությունն է սրանց սարսափեցնում։ Հիմա եթե ուշադիր մենք նայենք աշխարհում կատարվող անցուդարձերին, իրականության մեջ այդ դեմոկրատ ժողովրդավար ուժերը պատերազմ են հայտարարել ավտոկրատ բռնատիրական ռեժիմներին եւ ի ուրախություն մեզ այդ ռեժիմները օր-առօր ջախջախվում են, պարտություններ են կրում։ Օրինակ Հունգարիայի դեպքը։ Հունգարիայի դեպքը շատերը այս Հունգարիայի ես իհարկե ձեր հարցից մի քիչ շեղվեցի, բայց հիմա կվերադառնանք։ Այս զարմանալիորեն այս Հունգարիայի դեպքերը որոշ ռուսամետ ուժերի ուրախացրելն է։ Օրինակ Էդմոն Մարուկյանը հայտարարություն տարածեց, թե տեսեք Հունգարիայի ինչ տեղի ունեցավ, ընդդիմությունը միավորվեց, ջախջախեց բռնապետին, այն մյուսը բանը Նարեկ Կարապետյանն էլ հայտարարություն տարածեց, այ այսպես մենք միավորվենք եւ կջախջախենք մեր իշխանությանը։ Բայց չեն հասկանում պատճառը, ինչն է պատճառը, որ Օրբանը ջախջախվեց։ Ուրեմն հիմնական պատճառն էր 70 տարի հունգարացիները այդ պայքարը տարել են։ Ուղիղ 70 տարի առաջ 56 թվին Հունգարիայում ապստամբություն եղավ, ժողովուրդը դուրս եկավ փողոց, ռուսներ հեռացեք մեր երկրից։ Ռուսները տանկերը քշեցին, այդ ժողովրդի տանկերի տակ ճզմեցին։ Բայց 70 տարի անցավ, իդեպ այս 70 տարին շատ սիմվոլիկ է ռուսների համար։ 70 տարվա մեջ իրանք կործանվում են միշտ։ Հիմա 70 տարի անցավ, նորից նույն լոզունգը բարձրացրին, ռուսներ հեռացեք Հունգարիայից, մենք ուզում ենք ժողովրդավար ազատ երկիր լինել, ազատ ապրեն ինչպես եվրոպացիները։ Մենք եվրոպական արժեքներ ենք դավանում եւ հաղթեցին։ Այսինքն Մարուկյանի օրինակը բերեցիք եւ Նարեկ Կարապետյանի նրանք կեղծում են, հա։ Կեղծում են, իրանք ճիշտ չեն մեկնաբանում։ Կեղծում են, թե իրանք զավեշտ է սա, էլի, զարմանալի է, որ ասեն ախելք են, ախելքել չեն։ Բայց իրանք կեղծում են, բում, եղավ այս բանի իշխանափոխության պատճառը, իշխանափոխության պատճառն է, որ ազգերը, ժողովուրդներն ուզում են ապրել ազատ, անկաշկանդ, ինքնիշխան, ուրեմն ուրիշ պետություններ չխառնվեն իրաց ներքին գործերին։ Եվ իրոք կարողացան տապալել Օրբանին, որին հովանավորում էր եւ Պուտինը, եւ Թրամփը, եւ բոլորը, բայց ժողովուրդը որ կանգնում է, ասում է գեղ կանգնեց, գերանը պիտի կոտրվի։ Հիմա էս ենք ասում, որ մեր մոտ էլ մեր զենքը այսօր, որ կռվանը, մեր կռվանը ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունից Պուտինը սարսափում է, ինչպես օձը ոզլուց։ Պարոն Արշակյան, դուք եք համարում, որ Պուտինը ձեռքերը դողում էր կամ ինչ-որ տենց բաներ։ Ամենադեպս դիսկոմֆորտ էր, շատ անհարմար վիճակում էր, Պուտինը ինչու այդպիսի իրավիճակ թույլ տվեց, որ լինի, թե իրան ցանկախ էր դա։ Ես կարծում եմ, որ կազմակերպիչները նաև այն տեքստը, որը որ հուշագիրը, հուշաթուղթը, որը որ Պուտինը խոսում էր, դա իրենք պաստավայ են ասում, այսինքն
բան արեցին, Պուտինին իր թիմը հեռացնում է, այդպես չէր կարելի, այդպիսի հանդիպում պետք չէր կազմակերպել, Վելիկադերժավնա Դավադրություն եք, հա, տեսնում ես կարծում եմ, որ այո, դա խայտարակություն էր Ռուսաստանի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի կողմից, այսպես նսեմացնել սեփական երկրի, սեփական լիդերին, դա նսեմացում էր, որովհետև ընդհանրապես եթե այդպիսի երկխոսություն պետք է լիներ, պետք չէր այդպիսի հանդիպում կազմակերպել, որովհետև ենթադրված վասալը եւ պատրոնը հանդիպել են ու վասալը հոխորտում էր դասեր տալիս ընդհանրապես Ռուսաստանում ասում են դուք չգիտեք նա այնքան խորամանկ է որ նա կարող էր թույլ տար դա որպեսի հետո հարվածը լինի ավելի դե էլի վախեցնելու հայերին վախեցնելու տրամաբանության բայց կա այդտեղ իմաստ այդ խոսքի մեջ որ հատուկ էր թույլ տվել որպեսի չգիտես ինչ լինի հետո հատուկ էր բայց ես ասում եմ հատուկ նսեմացում են հեղափոխություն են պատրաստում կամ իշխանափոխություն են պատրաստում որ նույնիսկ իրենց կարծիքով Պուշկինը ձևակերպել է ռուս ժողովուրդը, Ռուսաստանի իշխանությունը ունի կարծիք հայերի մասին, ալմյաշկա, դա ձևակերպված է, նրանք մեզ հետ վարվում են հենց այդպես։ Բայց նաև ասել է, տի ռապ, տի տրուս, տի արմենին։ Մի արմենին ալմյաշկա։ Այո, Փոխում են, բայց սխալ։ Ես ասում եմ, որ բացասական մենք որպես աղանդավոր ենք հայտնի ռուս ժողովրդին Մենք ասում ենք բանը Չայկովսկին, բան եւ այլ, բայց ռուս մարդ հետ որ գնում ես ընկերություն ես անում, հարբեցողությունով ես, ինչով որ զբաղվում ես, ինքը միևնույնն է, ասում է դու միևնույնն է, հայ ես։ Այդ կարգավիճակով, այդ կարգավիճակը կրող մարդը իշխանության ներկայացուցիչը, եթե բանով վերցնենք այդ մենամարտի մեջ ակնհայտորեն Հայաստանը հաղթեց, ջախջախեց իմպերիային, այդպիսի ծերուկը, ոչ ադեկվատ երկրի, ոչ ադեկվատ ղեկավարը և որը որ պետք է վասալ լիներ, հոխորտում էր, ասեց, որ դուք հետամնացեք։ Դուք վասալ բարը օգտագործեցիք և գործընկերության մասին, հետ գանք։ Մենք համարել ենք և Ռուսաստան ամենտեղ ասել է, դուք մեր ռազմավարական, ոչ միայն գործընկեր ենք։ Եղել ենք մենք երբևիցե գործընկեր Ռուսաստանին, որ մենք այդպես ենք կոչվում։ Մենք կոչվում ենք գործընկեր։ Ամենահավատարիմ ազգը մենք ենք եղել։ Հավատարիմ ենք եղել։ Ամենահավատարիմ ազգը։ Մեր հանդեպ եւս այդպես է։ Չէ, իրենք մեր հանդեպ հավատարիմ չեն եղել։ Եվ ոչ էլ գործընկեր, իրենք միշտ էլ իրենց ռուսները մի բարդույթ ունեն, այդ բարդույթը շատ շուտ բանից է գալիս։ Իրենք ուզում են աշխարհը գնում է ուրիշ ուղղությամբ, ուրիշ զարգացման հունով է գնում։ Իրենք ցանկանում են աշխարհին պարտադրել, ուրեմն կյանքի այլ ձև եւ փոխել մարդկանց ապրելակերպը իբր թե իրաց պատկերացմամբ դեպի լավը, բայց ինչքան ուզում են դեպի լավը փոխեն, ստացվում է դեպի վատը։ Հələ հիշեք կոմունիստական իշխանության տարիներին, ուրեմն 70 տարի սրանք ուրեմն ժողովրդին հիմարացրին, իրանց ստերով կերակրին ու պահեցին, ինչ գաղափար էին առաջ քաշում։ Մենք բուհերում, բոլոր բուհերում հատուկ առարկա կար, որ պետական քննություն ազդենք, գիտական կոմունիզմ։ Այո։ Ասում էին քանի ուժերը տեղնա, ամբողջ ուժերը տուր պետությանը, նվիրվիր ամբողջությամբ պետությանը, վերջում դրախտ կգնաս։ Այս աստվածաշնչյան բաներ էին ինչ-որ տեղ առաջ քաշում։ Կոմունիստները ինչ դե։ Կոմունիստներ ասում են յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին ըստ պահանջմունքների, որը հեքիաթ է, սուտ, ուրեմն բան, բայց այդ ստով կարողացան 70 տարի, հիշում եմ հնայեն Ստալինի ժամանակ մի հատ թեզ էին առաջ քաշում, թե կիբերնետիկան հակասովետական գիտությունն է։ Պարոն Մախոսյան, բայց մենք խոսում ենք գործընկերային հարաբերությունների մասին, որտեղ մեր թեման է։ Ռուսները միշտ մեզ օգտագործել են որպես գործիք։ Մեզ մի շահագործել են, մեր վրա առևտուր են արել։ Բայց ինչու ենք մենք թույլ տալիս, եւ ինչու ենք թույլ տվել։ Կապ չենք ունեցել։ Ինչու ենք թույլ տվել, պարոն Արշակյան, որ դուք ասում եք մեր փոխարեն իրար հետ որոշումներ են կայացրել։ Մեր փոխարեն ես էլ հիշեցրեցի, եթե դուք չառարկեցիք համաձայն եք, եթե համաձայն չեք առարկեք, որ նույն Արցախի հարցում եւս
Ադրբեջանը եւ Ռուսաստանը գոնե առնվազն վերջին փուլում արդեն ակնհայտ քննարկում էին, թե ինչպիսի նույն Լաչինի միջանցքի հարցն էին քննարկում եւ մնացած հարցերը։ Ինչու ենք մենք թույլ տալիս։ Մենք համարում ենք, որ մենք գործընկեր ենք եւ թույլ ենք տալիս։ Գուցե ինչ որ բան սխալ ենք արել, հիմա չենք անում, իսկ գուցե մենք հիմա էլ ենք այդպես անում։ Պատմականորեն այդպես է ստացվել, որ մենք հիշողություն է մնացել գործընկերության, այ պատմությունը, ես ասեմ, եւ Կիլիկիայի հայոց թագավորությունը գործընկերություն է եղել խաչակրաց արշավանքների ժամանակ։ Մոնղոլների ժամանակ մենք գործընկեր ենք եղել է որ արաբների հետ ենք եղել գործընկեր։ Եղել են, դա պատմական իրավիճակն է բերել մեզ այդպիսի կարգավիճակ տվել, բայց Կիլիկիայի հայկական թագավորության կործանումից հետո մենք այլևս գործընկեր չենք եղել։ Կարգավիճակը մեր այլ է եղել։ Մենք ուրիշ մի բանում ենք, մենք ցանկալի, կարելի է ցանկալի բառով ավելացնենք գործընկեր։ Օրինակ հենց Կիլիկիայի թագավորությունը ստեղծվել է որպես ցանկալի գործընկեր, այսինքն արևմուտքը տարածաշրջանում հայությանը համարել է գործընկեր։ Հետագայում դա այնքան խորացավ, որ օրինակ ռուսական իմպերիային հանձնարարվեց ռեկոնկիստա, վերականգնել քրիստոնեական պետությունների կարգավիճակը որպես գործընկեր։ Այ ռուսական իմպերիայի այստեղ գտնվելը դա հանձնարարություն էր, նա պարտավորվեց, ես ասում եմ, Իսպանիան ազատագրվեց, վերականգնվեց քրիստոնեությունը Իսպանիայում, Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում վերականգնվեց, Ռուսաստանը պարտավորվեց իր գործընկերներին, այդ 5-6 իմպերիաներին, պարտավորվեց, որ ինքն էլ այստեղ կվերականգնի Պոնտոսի հունական պետությունը, Հայաստանի հայկական պետությունը, հայերի հայկական պետությունը եւ ասորիների ասորական պետությունը, քրիստոնեական։ Եգիպտոսը մնաց անգլիացիներին։ Ու ինքը դա պետք է աներ որպես ապագա գործընկեր։ Նրանք որպես դոնոր են հանդես եկել ու հիմա մինչև հիմա մենք մնացել ենք այդ կարգավիճակում։ Մենք ցանկալի դեռևս ոչ գործընկեր ենք։ Ցանկալի է, որ մենք դառնանք նրանց գործընկերը։ Հիմա այդ ուղղությամբ մենք աշխատանքներ անում ենք։ Այսօր ես ասում եմ, մեր ժողովրդի մանդատը, որ ունի իշխանությունը, օրենքը Եվրաքվեի մասին, հետ համագործակցությունը, տեսեք արդեն համագործակցություն։ Դա արդեն գործընկերային հարաբերություններ է ենթադրում, ոչ վասալական, ոչ հովանավորյալի։ Մեզ հիմնականում ներողություն Ազատ ջան, հիմա մեղադրում են ինչու՞մ։ Հիմնական մեղադրանքը վերջերս որ հայտարարեցին, պաշտոնական, որ մենք մերձենում ենք իրեն թշնամիներ համարվող պետությունների միության։ Այո։ Նայեք, ուրեմն, այսինքն Եվրոմիությանն ենք մենք։ Կարգավիճակը մեր փոխում ենք իրենց դուր չի գալիս։ Մենք սրանք, որ ասում եմ, սրանց աչքերը չի բացվել, սրանք աշխարհը լավ չեն տեսնում։ Ռուսները։ Հիմա ինչի լավ, իսկ ում հետ չեք թշնամացել, հարց տանք։ Չէ, բայց մենք ինչու պարտավոր ենք այստեղ։ Այդ է մեր ինքնիշխանությանն է խառնվում։ Երկրորդը, հələ ուշադիր նայեք, նախքին խորհրդային հանրապետությունները բոլորը ազդեցություն գոտուց չի ուզում որ դուրս գանք։ Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանադրությունների մեջ ամրագրված է, որ Ռուսաստանը համարվում է ագրեսոր պետություն։ Բոլորը Ռուսաստանին համարում են ագրեսոր։ Գանք վեր այդ բոլորին հələ թողենք Մոլդովյան, մյուսը, բայց հիմնական իր եղբայրը, որը նույնպես ռուս է, Ուկրաինա, չէ, Ուկրաինային Կիևում կանոնը ընդունել են Կիևում։ Առաջ ռուսների մեջ, չէ, ռուսների մի եղբայրական ոնց որ մենք արցախցիներ։ Մերձավոր, այո։ Հա, ոնց որ մենք ու արցախցիներ։ Չէ, լավ։ Նու մոտավոր բան է։ Հիմա առաջ ռուսներին անվանել են Կիևյան Ռուսիա։ Հիմա ինքը Կիևյան Ռուսիային պատերազմ հայտարարել ու անխնա ավերում վերացնում այդ երկիրը հոշոտում է ժողովրդի։ Բայց եթե դու քո եղբորը քեզ դասել ես թշնամի, այն մյուս ամբողջ շրջապատը թշնամի է։ Սա միամտորեն կարծում է թե բարեկամները մնացել Չինաստանը եւ Հյուսիսային Կորեա։ Լավ դրանք էլ են ռուսներին ահажներ տնելու։ Պարոն Մալխասյան, դա Ռուսաստանի թեման է, բայց մենք փորձում ենք հասկանալ մենք ինչն ենք սխալ արել
որպեսզի այդ նույն սխալը այսօր էլ չշարունակվի, կամ այսօր էլ ենք այդ նույն սխալը անում, եւ դա կարող է մեզ բերել լրիվ ուրիշ ուղղությամբ տանել։ Մեր սխալը նա է, միշտ եղել, որ մենք մեր անցյալի սխալներից դասեր չենք քաղել, հետևություններ չենք քաղել, ուրեմն ճիշտ ճանապարհով չենք գնացել, ճիշտ կողմնորոշում չենք ունեցել, բայց շատ հարցերում մենք այդքան էլ մեղավոր չենք, որտեղ մեր աշխարհագրական դիրքը, վիճակը այնպիսին է եղել, որ մենք ուրեմն ճանապարհներ չենք ունեցել աշխարհի հետ շփվելու։ Իդեպ ասեմ, երբ որ սովետական միությունը կազմավորվեց, սա գաղտնիք չի, բոլորը գիտեն, ռուսները միշտ մտածել են, որ հայերը պետություն չպետք է ունենան։ Հայերը ամբողջ ժողովուրդ են, պետք է իրանք խանգարեն իրանց, էլի հետագայում, ուրեմն հայերը պետք է կցորդ լինեն որևէ հանրապետության, կամ Վրաստանի, կամ Ադրբեջանի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է
Տպագրված է Նոյան Տապանում։ Ուրեմն ագրեսորի մասին, որպեսզի Ռուսաստանը իրեն չհայտարարեր ագրեսոր, սահմանները անձեռնմխել են եղել շատ ժամանակներ։ Այսինքն հայկական թագավորության լիկվիդացիան նույնպես համարվել է ագրեսիայի հետևանք ապօրինություն։ Օրինակ Կիլիկիայի թագավորության լիկվիդացիան ապօրինի էր։ Բագրատունիների թագավորության լիկվիդացիան օրինական էր։ Թագավորը հրաժարվեց։ Այդ ճիշտ նույն ձևով, որպեսզի Ռուսաստանը լեգիտիմ, օրինական լինի իր ծավալապաշտությունը։ Դրա համար ինքը ասում էր ազատագրում եմ հայ ժողովրդի համար, պետություն եմ ստեղծում։ Հովանավորյալ, բայց պետություն, այսինքն հիմա ինքը դա կորցրել է, այդ իրավունքը կորցրել է, որտեղ 1920 թվականին ինքը ագրեսիայի եւ անեքսիայի ենթարկեց հայկական պետություն, այսինքն կորցրեց գործընկերոջ իրավունքը եւ ռազմական բազան առ այսօր։ Հենց այդ ագրեսիայի եւ անեքսիայի հետևանքն է։ Այսինքն Ռուսաստանը կորցրել է մեր գործընկերը լինելու, դաշնակիցը լինելու իրավունքը, որովհետեւ զավթել է տարածքը։ Նշանակում է արդյոք, որ մենք ինքնախապեյությամբ ենք Չէ, մենք չէ, ես այստեղ դες պետք է մենք համարում ենք, որ մենք գործընկեր ենք, իրականում վասալ ենք դարձել։ Ոչ, մենք ով ենք մենք, Նժդեհը մենք ենք, թե չէ։ Հայկաս Խաչատրյանը մենք ենք, թե չէ, Սաֆարյան Խաչիկը մենք ենք, թե չէ։ Նավասարդյան Աշոտը մենք ենք, թե չէ։ Հազարավոր մարդիկ, որ այսօր որ զոհվեցին ազատագրական պայքարի մեջ, դա Ռուսաստանի դեմ էր, Ռուսաստանի որոշումը Ղարաբաղը, Նագորնի Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին 1920-21 թվականին մարտի 16-ին։ Դրա դեմ ենք մենք կռվել Ղարաբաղյան շարժումը, այս եռաբլուրը։ Այսօր մենք ենք, մենք որ կռվում ենք, համաձայն չենք Ռուսաստանի որոշման հետ, որ Նագորնի Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանինը։ Հիմա մենք ենք ղարաբաղցիները, որ դեմ էին այդ որոշմանը, որ միացման պարտիա Լենին Գորբաչով, որ ասեցին դեմ ենք Ռուսաստանի որոշմանը։ Մենք համաձայն չենք։ Մեր մեջ կան մարդիկ, փոքր խումբ կա, որ ասում է թող հովանավորեն, մենք գնանք փող շինենք, թող ռուսները գան մեր երկիրը պահեն, կպահեն, չեն պահի, սփռվենք, ապրենք, վատ չեն ապրում, Լոս Անջելեսում հայերը վատ չեն ապրում, լավ են ապրում։ Մենք էլ գնանք այնտեղ ապրենք, թող ռուսները, թուրքերը ապրեն։ Դա մենք ենք, թե չէ։ Մենք չենք։ Ես ասում եմ, մենք եռաբլուրում ենք։ Մենք կռվել ենք, մենք պայքարել ենք, մենք Նժդեհն ենք։ Նավասարդյան Աշոտն եմ ես։ Ոնց եք ուզում ասեմ։ Մենք ես ու Վարդանը Ես էլ եմ ազատամարտիկ, նեղացած ձեզանից, ինչի մենակ Վարդանին ասեցիք, Խաղբանտարկյալ ազատամարտիկ, մյուս անգամ էլ ասեք, հիմա դա մոդա է, Վարդան ջան, ես ուզում եմ ասել, որ ես ու Վարդանը համաձայն չենք, այ մենք եւ դուք, մենք այ երեքով համաձայն չենք, որ մենք վասալ լինենք, որ մենք ստրուկ լինենք, որ մենք թուրքասեր լինենք, ռուսասեր լինենք, պարսկասեր լինենք, ֆրանսիասեր լինենք, մենք մեր հայրենիքն ենք սիրում, մենք ենք։ Այ ոնց որ ցանկությունը դեռ գործընկերություն չի, ցանկությունը դեռ ցանկություն։ Նպատակ է, գնում ենք այդ ուղղությամբ։ Այնպես էլ մեր համաձայն չլինելը դա կարող է пассив բնույթ կրի եւ ակտիվ բնույթ։ Մենք երեքով ակտիվ ենք։ Այստեղ մեր հետևորդները ուր են։ Եվ պետք է ինչ դուք այս հաղորդման ժամանակ, թե մեր այլ զրույցի ժամանակ Բիսմարկի ձևակերպումը ներկայացրեցիք, կկրկնեք այսօր այդ ձևակերպումը։ Այո։ Արյուն եւ պողպատ։ Այո։ Թուղթը եւ գաղափարները մի կողմ դրեք։ Արյուն եւ պողպատ։ Մենք եւ արյուն ենք տալիս եւ պողպատ։ Այսինքն պողպատով պետք է ամրացվի, ճիշտ է։ Մենք անպայման, ես ասում եմ, ովքեր որ կասկածում են, այ մենք երեքս այստեղ գտնվողները։ Նվազագույն, դե երեքը չեն։ Մեր տարիքում մենք հպարտանում ենք դրան, ասում ենք, մենք ազատամարտիկ ենք։ Մենք մեր ազատասիրության համար ազատազրկվել ենք, այս երկուսով։ Մենք հենց պայքարի օրինակներից մեկն են, խորհրդանշաններից մեկը, այսինքն մենք արյուն եւ պողպատ ունենք, պողպատի կամք մեր այս տարիքում դեռ կռվում ենք, թեկուզ տեսախցիկի մոտ պետք լինեն դղել ենք գնում,
Այսինքն մենք դեռ կռում ենք, դա այդ պողպատն է եւ պատրաստ ենք մեր կյանքը զոհելու ազատության համար։ Եկանք հասանք մեկ այլ գաղափար, ասելի Համաձայնեք, կունեիք Վարդան։ ավելացնելու բարձ։ Ուրեմն ազատի ասացի մի փոքր ավելացնեմ, որ մեր հիմա ամենամեծ դժբախտությունը տգիտությունն է։ Մեր ժողովրդի մի հատված կա, Մի հատվածը։ մի հատվածը, բոլորը չէ։ Բոլորից չասած։ Փոքրիկ հատված կա, որ ինքը կարծես կորցրել է հայրենա զգացողությունը։ Այո։ Մարդը տարատեսակ զգացողություններ ունի, չէ՞։ Բայց այդ հայրենա զգացողությունը, այդ զգացողությունների մեջ ամենագլխավորներից է։ Որտեվ հայրենիքին մենք մոր ու հոր հետ ենք համեմատում։ Եթե դու հայրենիքը կորցնում ես, հորը դու մոր ես ուրանում եւ որպես դառնում։ Մեր ազգը էդի լոպազանալու համար չեմ ասում։ Հիմա գիտականորեն ընդունում եմ, որ աշխարհի քաղաքակրթության հիմնադիրներից է, շումերական քաղաքակրթության շարունակողներից է։ Մենք այդ ուրեմն հազարավոր տարիների ընթացքում կորցրել ենք մեր տարածքների, պատմական տարածքների 90%-ը։ Մնացել է այս փոքրիկ կտորը, որը Իսրայելի տարածքից անհամեմատ մեծ է։ Երկու անգամ մեծ է։ Ուրեմն եւ մենք հիմի հավաքվել ենք այս փոքրիկ կտորի վրա, չենք կարողանում այս փոքրիկ կտորը ուրեմն շենացնենք, ուժեղացնենք, հզորացնենք եւ այս ժամանակ նոր մեծ խնդիրներ տնենք մեր առաջ։ Գաղտնիքը ինչի մեջ է, որ այդ հայրենա զգացողության ուրեմն գաղափարը խորապես չի մտել որոշ հատվածների մեջ։ Ուրեմն տես շատ մարդիկ կան, որ այդ քո ասած փողը, հարստությունը գերադասում են հայրենիքից։ Շատ չէ, ոմանք։ Ես որ բանդարգված էի, ինձ լրագրողը հարցազրույց էր վերցնում Ազատություն ռադիոկայանից, Սևադի բառերը մեջ բերեցի, որ ասեց չես ճնշվում, որ բանդում ես, ասում եմ գիտեք ինչ, հայրենիքում բանդարգվելն էլ ազատություն է, օտարության մեջ ապրելն է բանդ, ովքեր որ ուզում են իսկական բանդում գտնվել, թող գնան Լոս Անջելես, Մոսկվա, օտարություն, այնտեղ բանդ է բառից բուն իմաստով, որտեվ դու քու ոտքը քու հողի վրա չի։ Սևակն է ասել։ Սևակն է ասել բառերը, որ եւ կրկնեցի ես, ուրեմն մենք մեր ուժն ու զորությունը պետք է ես հայրենիքի հողից առնենք եւ տանք հայրենիքին։ Իհարկե, հայրենիքը առաջին հերթին մարդն է, եթե այդ հողի վրա մարդը չի ապրում, հողին ուժեղ կպած մարդը չի ապրում, հայրենիքը չի կարող շենանալ։ Դրա համար ենք մենք ասում, ես հələ մի քիչ պոետիկ բաներ ունեմ, բնավորություն, մեջ բերեմ հայրենիքի մասին ինչ ասե Իսահակյանը, մեր հանճարեղ Իսահակյանը։ Ասում սուրբ է հայրենիքը, նա մեր հացն է, մայրական գիրկը, մեր պապերի գերեզմանն է եւ մեր մանուկների զվարթ օրորոցը։ Սրբազան է հայրենիքը, նվիրական է հայրենիքը, որովհետև մեզ գրկող բազուկներն ու սիրող սրտերը հող են դարձել այնտեղ, հող։ Հիմի այդ մեր նախնիները, որ հող են դարձել այս հողի վրա, խառնվել են հողին, մենք այդ հողը եթե ուրանանք, եթե մոռանանք, ուրեմն իրավունք չունենք ապրելու, դառնալու ենք քրդերի բաների նման, ասորիների նման անազգան հայրենիք, թափառական մի զանգված։ Դրա համար եմ ասում, որ այսօր չի կարելի, որ Ռուսաստանում ապրող հայերին ուրեմն տրամադրեն Հայաստանում ապրող հայերի վրա, նրանք քանի որ հայրենազգացողությունը փողի պատճառով արդեն ուրացել են, ուզում են գան, մեզ վնաս տան, մեր հայրենիքը տապալեն, այսինքն ինքնիշխանությունը տապալեն, եւ այս տարածքը դարձել է ռուսական պոլիգոն, բառից բուն իմաստով։ Եվ ոնց որ Հիտլերի պատերազմի ժամանակ էր, ամենաշատ զոհերը տվեցին հայերը պատերազմի ժամանակ, 1 միլիոն բնակչության թվից վերցրած էլի, հիմա էլ նույնն են ուզում կրկնեն, չնայած քանզի տեսեք լե ինչ սարսափելի բաներ է կատարվում, որ ժողովրդի մեծ մասը չգիտի, Մոսկվայում Արբաթ ջոգատ է ձևավորվել, ընդեղի այդ կատողի այս գարեգին կոչվածի եղբոր միջոցով, ուրեմն տարել են հայերին 5-600 մոտ 1000 հայ արդեն սպավել է Ուկրաինայի ճակատում, այս դավաճանների պատճառով խապել են հայերին տարել, մենակ չեմ չափազանցնում, Աշտարակ քաղաքից 10 հոգի զոհ կա,
որ Մոսկվայից հավաքագրել, տարել են Ուկրաինայի ճակատ եւ զոհվել են անփառունակ։ Իսկ մեր 44 օրյա պատերազմին քանի հոգի եկան Մոսկվայից մասնակցեցին, կարող եք մատերի վրա թվարկել։ Չկա։ Այս մարդիկ, որովհետեւ կորցրել են հայրենա զգացողությունը, այ երբ որ դա մենք կվերականգնենք, այն Սիլվա Կապուտիկյանի խոսքերով ասած, ճիշտ է հայոց լեզվին է նա ասում, բայց վերաբերում է նաեւ հայրենիքին։ Ու ոսոխի զարգիցը սև, դու պաշտպանիր կրսկով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաշեն մորդ վրան։ Հիմա մենք այդ ոսոխի զարգիցը սև պետք է կրսկով պաշտպանենք այս մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր իշխանությունը, մեր ազատությունը։ Չէ, կա, ոնց չէ։ Կա։ Իհարկե, միանշանակ կա։ Դուք ասում եք դասեր չենք քաղել։ Եթե մենք դասեր չենք քաղել, այսքան որ խոսում ենք, նույնն ենք անելու։ Եթե դասեր չենք քաղում, մենք խոսում ենք գործընկերության մասին, թեման դա էր հենց ի սկզբանե։ Ստացանք վասալություն, ունեցանք վասալություն։ Հիմա, պարոն Արշակյան, խոսում ենք անվտանգության երաշխավորի մասին։ Ընտրում ենք անվտանգության երաշխավոր։ Մեկը ասում է դա Ռուսաստանն է, մյուսը ասում է Արևմուտքն է։ Եկեք այս Իրանի օրինակի վրա նայենք։ Իրանը ունի անվտանգության երաշխավոր։ Իրանին մի հատ քննարկենք։ Եվ տեսնենք Իսրայելը, որ ասում են անվտանգության երաշխավորը, հենա Միացյալ Նահանգներն է, տես ոնց է պաշտպանում։ Եկեք մի հատ հասկանանք, որտեղ կարող է այստեղ մենք սխալվենք։ Անվտանգության երաշխավոր փնտրելով, էլի չդառնանք վասալ, բայց ունենանք անվտանգություն։ Գուցե մենք սխալ տեղ սխալ բան ենք փնտրում։ Ես իմ սովորության համաձայն ծանրացնում եմ ձեր հաղորդումները, բայց գործառույթը դա անվտանգության երաշխիք է։ Հայկական պետությունը այս տարածաշրջանում գործառույթ ֆունկցիա ունի թե չէ։ Եթե ունի ֆունկցիա գործառույթ, ուրեմն դա կապահովի մեր անվտանգությունը, այսինքն մենք ծառայություն կատարում ենք աշխարհի համար եւ տարածաշրջանի համար։ Ես գործառույթ այդ իմաստով։ Արժեք ներկայացնում ենք թե չէ։ Չէ, ծառայություն։ Այ նորից ասեք դա ինչ է։ Մենք տարածաշրջանի խաղաղության զարգացման համար ծառայություն կատարում ենք թե չէ։ Օգտակար ենք մենք տարածաշրջանում եւ աշխարհում թե չէ։ Այ հայկական պետությունը օգտակար բան է թե պարազիտ է։ Թե սպառող է։ Մենք անվտանգություն արտահանող ենք, թե անվտանգություն սպառող ենք։ Մենք նյութական արժեքներ արտահանում ենք, թե սպառում ենք։ Մենք քաղաքակրթություն, այ ինքերս ասեց, քաղաքակրթություն արտահանող ենք, մենք մշակույթ, մենք Գրիգոր Նարեկացի ունենք, թե չունենք։ Մենք Արամ Խաչատրյան կոմիտաս մենք ունենք, թե չունենք։ Եթե մենք ունենք կոմիտաս, ուրեմն մենք ֆունկցիա ունենք։ Ունենք մենք կոմիտաս, ուրեմն մենք ֆունկցիա, գործառույթ ունենք։ Քաղաքակրթությունը, մարդկությունը հարստանում է, գերեզկանում է նրա կյանքը։ Այվազովսկին ու Սարյանն նկարում են դա։ Ուրեմն ես կարծում եմ մեր անվտանգության գլխավոր պայմանը, երաշխավորը մեր գործառույթն է։ Մենք գործ ունենք, թե չէ։ Եթե մենք գործ ունենք, ուրեմն մենք գործընկերներ ունենք աշխարհում։ Այ կա աշխարհում կան երկրներ, այսօր Եվրոմիությունը, Արևմուտքը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, մեզ ասում են դուք մեր գործընկերն եք։ Մենք սպառում ենք ձեր կոմիտասի երաժշտությունը։ Ձեր մշակույթը մեզ հարստացնում է։ Տեսեք, դա մշակույթային առումով։ Մենք գործառույթ ունենք, մենք ունենք գործընկերներ։ Մենք պետք է գնանք դեպի մեր գործընկերները, փոխշահավետության պայմանով։ Երկու բառ ասեմ, հա։ Երաշխավոր է գործընկերությունը, ֆունկցիան, եւ փոխշահավետությունը։ Երկու հենարան ունի մեր երկիրը։ Ֆունկցիա եւ փոխշահավետություն։ Կան երկրներ աշխարհում, որոնց շահերից բխում է այս տարածաշրջանում ունենալ գործընկեր։
Այդ գործընկերը մենք ենք, իրենք են դա հայտարարում։ 2-3 օր առաջ Էստոնիայի, փոքրիկ պետություն է Էստոնիայի, Եվրոպայի անունից եկավ ասեց, որ մենք ձեզ ճանաչում ենք որպես գործընկեր, ես դրա համար եմ եկել, ուրեմն հենց որ կորցրեցինք մենք մեր գործառույթը, մենք կկորցնենք մեր անվտանգության երաշխիքները, երաշխավորներին կկորցնենք։ Իսկ այսօր ընդունված տերմինը, այդ երաշխավորը, հովանավորը, պատրոնը, դրանք ուղղակի կեղծ են, դրանք թաքցնում են, գիտեք, Իրանի մասին եք հարցնում, չէ, ասեմ լուսանցքում, բոլոր այն պետությունները, որ կեղծանուն ունեն, տեսեք SSR, Յուգոսլավիա, այո, կեղծ անուն, արհեստական, կեղծ, դա իրական, մարդը նակոլկո, այսպես, կլիչկայա էլի, կարող ենք ենթամշակույթից, շակերտների մեջ են վերցում, մենք այդ բառերը չենք օգտագործում, կլիչկա, եթե երկերը, Իրանը կլիչկա է, չկա այդպիսի բան, կան քրդեր, արաբներ, պարսիկներ, թուրքեր, բելուջիներ, թալիշներ, այսինքն Պարսկաստանը գործառույթ չունի որպես Իրան, ֆարս, որպես ֆարս, այո, որպես Իրան գործառույթ, դրա մասին է, ինչ ես թաքնվել, կլիչկա է, տաբլիչկա է, Իրան, արիացիներ 1936 թվականին բացեցին Եվրոպայում արիացիներ կան, այստեղ էլ կան արիացիներ, անունը փոխեցին երկրի, թաքնվեցին, Պարսկաստանին մեր հարևաններն են, մենք ասում ենք, վայ, մեր հարևանները, դրանց սալյարկ են, բենզինը, չամիչը, ես չգիտեմ ինչը, այդ ժողովուրդները անազատության մեջ են, Իրանի ժողովուրդները անազատության մեջ են, դա բանտ է, առնվազն 50% ժողովրդի անազատ է կանայք, Իրանի բնակչության 53% կին է, ու նրանք անազատության մեջ են, հավասար իրավունքներ չունեն տղամարդկանց հետ, այդ էլ է Իրանը, բա պետք է կործանվել այդ երկիրը, բայց մենք խոսում ենք անվտանգության երաշխավորը, տեսեք Իրանի երաշխիքը ինչպես է իր անվտանգությունը ապահովում Իրանը, սխալ էր ապահովում, դրա համար էլ ռմբակոծում են, ինչ ուզում անում են, հիմա մեր մոտ կան ասում են, հաղթեց, ուրեմն ղեկավարները զոհվել են, երկրի ամենապաշտպանվածները զոհվել են, ամենալավ զենքը ոչնչացվել է, նավատորմը ոչնչացել է, ավիացիան ոչնչացվել է, ղեկավարները ոչնչացել են, մեր մոտ կան մարդիկ ասում են, հաղթեցին, Իրանը հաղթեց Ամերիկային ու Իսրայելին, Իսրայելի անվտանգությունը իր գործառույթն է, ֆունկցիա, գործառույթ ունի կա Իսրայել պետությունը, գործառույթ չունեցավ չի լինի այդ պետությունը, հայկական պետությունը գործառույթ, ֆունկցիա և փոխշահավետ ընկերներ ունի, թե չէ, ուրեմն կա Իսրայելը, կա Հայաստանը, կա Իրանը, եթե Իրանը ունի գործընկերներ, թող գան կողքը կանգնեն, Ամերիկայի կողքը կանգնած են իր գործընկերները, Իսրայելի կողքը կանգնած են, մենք ասում ենք Իսրայելը գործառույթ ունի, Ամերիկան կողքը կանգնած է, ուր է Իրանի գործընկերներն ովքեր են, թող կողքը կանգնեն, թող ռմբակոծեն Ամերիկան, թող խորտակեն Ամերիկան ռազմածովային նավատորմը, թող Սպիտակ տունը ռմբակոծեն, Պենտագոնը թող ռմբակոծվի, ուր է գործընկերը, ուրեմն Իրանը գործընկեր չունի, մենք ենք գործընկերը, մենք մեր կանանց ազատություն տվել ենք, օրինակ դուք հիմա հաղորդում եք ես էլ մի փոքր մի երկու փոխանցում կատարեցի, Ազատ դե տեսակետ է, ես ոչ այո, ոչ հիմա ես սկզբում ասի չէ, որ հիմա աշխարհակարգը կարծես թե սկսում է փոխվել, ուրեմն այդ ժողովրդավարության հրդեհը տարածվում է դեպի արևելք, քանզի Եվրոմիությունն էլ դեպի արևելք տարածվելու լուրջ ծրագրեր ունի արևմուտքը, եւ մեր անվտանգության հիմնական երաշխավորը այդ ժողովրդավար քաղաքակիրթ ընտանիքին ինտեգրվելն է, երբ որ մենք ինտեգրվենք այդ ընտանիքին, դա հիմնական անվտանգության երաշխավոր է դառնում, այդ թրիպ նախագիծը պատահական չեն բերել այստեղ, իրանք գալիս են ոչ թե ՆԱՏՕ-ն է շրջապատում Ռուսաստանի, այլ ժողովրդավար
պետություններն են շրջապատում Ռուսաստանին։ Ռուսաստանը սրանից է հոգեխանգարմունքի մեջ ընկել։ Հիմա երբ որ դա տեղի ունենա, իսկ դա տեղի կունենա հաստատ։ Տրիպը եւ ժողովրդավարության տարածումը, էքսպանսիան տեղի է, որտեղ աշխարհի ուրեմն զարգացման էվոլյուցիան գնում է այդ ճանապարհով։ Մենք կունենանք իսկական անվտանգություն արդեն։ Եվ մենք հիմա տես ես առաջ շատ ես մշեցու թորեմ եւ էությամբ քեներով ես հակատուրք եմ, գենետիկ հակատուրք եմ, բայց հիմա ես տեսնում եմ իշխանությունների քաղաքականությունը, որ հաշտվում են Թուրքիայի, ուզում են հաշտվեն Ադրբեջանի հետ, սա զգում եմ, որ քաղաքականության մեջ իրանք գնում են ռեալիզմի ճանապարհով։ Ասենք ես որպես հակատուրք ռոմանտիկ եմ, բայց դա սխալ է, որպեսզի մենք կայանանք, հզորանանք, զարգանանք, պետք է հարևանների հետ, բոլոր հարևանների հետ հաշտություն ունենանք։ Չի կարելի, ասենք, քո առաջ տնես այդ ծրագիր, որը ոչ կարաս իրագործես, ոչ էլ խելքին մոտ բան է։ Եթե չես կարա, ուրեմն պետք է մի քիչ էլ խորամանկես, մի քիչ էլ համբերես, մի քիչ էլ ուժեղանաս, նոր մտածես հաջորդ քայլերի մասին։ Ուստի այս տարածաշրջանում, այո, մենք պետք է հաշտվենք եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ Վրաստանի, եւ բոլոր պետությունների հետ, ինչքան հնարավոր է, բարեկամներ պետք է ձեռք բերենք։ Իսկ դա Ռուսաստանի դուրը գալիս է, թե չի գալիս, դա իրանց խնդիրն է։ Իրանք ուզում են, որ մենք էլի ենթարկվենք իրանց կանոններին։ Քավլիցի, հիմա աշխարհը այդ ժամանակները չի։ Պարոն Մախասյան, մենք խոսում ենք անվտանգության երաշխավորի թեմայից։ Այո։ Դու ձեր կարծիքը ո՞րն է։ Բայց այդ եմ ասում, երաշխավորը խաղաղությունն է։ Երաշխավորը ժողովրդավարությունն է, երաշխավորը արևմուտքն է։ Դաշնակիցներն են, հուսալի դաշնակիցներն են, արևմուտքն է, եւ շատերը մտածում են, թե եթե ուրեմն Իրանում ձախողվեց ամերիկան կամ հաջողությունների չհասավ, թրիփ ծրագիրը կձախողվի, այդպես չի։ Թրիփ ծրագիրը հիմա էլ ընթացքի մեջ է մտած։ Եվ այդ թրիփի ծրագիրը, որ արդեն կյանքի է կոչվում, չէ, Հայաստանը լիարժեք դուրս է գալիս շրջապագումից։ Հայաստանը շնչում է, որտեղ տարանցիկ ճանապարհը այս երկրին շունչ ու բան է տա, թթվածին է տալիս։ Գնում են, գալիս են, շատերը կան, ուրեմն մեկը կա պրոֆեսոր Խաչիկյան, դες դեմք կա, էլի։ Ասում է, եթերում տենց բան։ Այս 2-3 տարի անընդհատ հայտարարում է, Զանգեզուրը կործանված է։ Փախեք, առեք ձեր առաջի անհրաժեշտության իրերը։ Ուրեմն Սյունիքը այդ թրիփ ծրագրի գործելուց հետո, չէ, 10-20 անգամ ավելի է զարգանալու։ Երևանցիները պետք է գնան ապրեն Զանգեզուր, որտեղ այնտեղ այդ թրիփ ծրագիրը բերելու է աննախադեպ ուրեմն առաջընթացի ու զարգացման, կենսամակարդակի բարձրացման։ Մենք չպետք է վախենանք։ Ինչի ենք անընդհատ զգուշանում, վախենում, այդ տարանցիկ ճանապարհները բոլոր երկրները ունեն։ Այդ երկրներին օգուտ են տվել թե վնաս։ Հիմա Ռուսաստանով քանի տարանցիկ ճանապարհ է անցնում։ Երևի 100-ավոր ասեմ, քիչ եմ ասում։ Այդ ճանապարհներն ինչ վնաս են տալիս։ Թող գնան, գան, արկերը։ Ճանապարհը գործառույթ է։ Գործառույթ է, բանը երկրի զարգերակներից է։ Այո։ Այդ եմ ասում, այդ պայմաններում այս երկիրը արդեն ուրեմն առաջընթաց կունենա եւ նաեւ անվտանգություն կունենա։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգություն Ռուսաստանից ակնկալել, արդեն բազմաթիվ անգամ ակնկալել ենք ու տեսել ենք, որ հուսախապ են անում իրանք մեզ։ Բայց ես չեմ ասում Ռուսաստանի դուրը շրխկացնենք, պատենք։ Իրանց հետ էլ հարաբերություններ ունեն։ Գործընկերային հարաբերություններ, ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական։ Վերջին հարցս երկուսիդ Ռուսաստանի հետ, այո, դուք ասում եք դուրը չենք շրխկացնում, չենք փակում։ Առաջին հարցը եղել է Ռուսաստանը ունեցել է լծակներ ներգործելու Հայաստանի վրա, այո, թե ոչ։ Երկրորդը Ռուսաստանը շարունակում է ունենալ այդ նույն լծակները ներգործելու Հայաստանի վրա, այո, թե ոչ։ Այս պահին, պարոն Արշակյան։ Ես կարծում եմ, որ սուբյեկտիվ բան կա, Ռուսաստանը միշտ միայն Ռուսաստանը չէ։ Ցանկացած որևէ երկիր, երբ տեսնում է, որ երկիրը ուզում է ենթարկվել, դառնալ հովանավորյալ, անպայման մեկը կգտնվի։
Ռուսաստանը հիմա մի քիչ հեռու է մեզանից։ Ուրեմն Ռուսաստանին հանում ենք հոռոմներն էլ են եղել, արաբներն էլ են եղել։ Միշտ էլ ինչ որ մեկը հենց որ տեսել է մենք ուզում ենք հովանավորվել, եկել հովանավորել են, եկել երաշխավորել են։ Ես կարծում եմ, որ հիմա մենք կուրսը փոխել ենք։ Ստացվել է մեր մոտ, օրինակ։ Պուտին եւ Փաշինյան հանդիպումը, որը հեռարձակվեց, դա ցույց է տալիս, որ Հայաստանին հիմա հնարավոր չի։ Հայաստանը ունի իշխանություն, որը որ չի ուզում հովանավորվել։ Ունի շահեր եւ Հայաստանի իշխանությունը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության շահերը։ Այ հենց որ Հայաստանի Հանրապետության շահերը չպաշտպանվի իշխանության կողմից, ուրեմն Հայաստանը կհովանավորվի, կկորցնի իր ինքնիշխանությունը, սուբյեկտիվությունը։ Հայաստանը ձերբազատվել է այդ լծակներից։ Այդ ճանապարհի վրա է։ Այդ ճանապարհի վրա է ես որպես քննադատող ասեմ, որ դանդաղ է գնում, համարձակ չի գնում եւ արեստավարժ ձևով չի գնում, բայց գնում է, ստացվել է։ Մենք այդ մեզ հոսանքը տանում է դեպի ազատություն։ Համաձայն եք, պարոն Մոխասյան։ Իհարկե համաձայն եմ, նաև համաձայն եմ, որ մենք լիարժեք չենք ձերբազատվել ռուսական ազդեցությունից, որտեղ իրանց 102-րդ ռազմաբազան այստեղ է, իրանք դել է Քոչարյանի օրոք մեր ռազմավարական բոլոր կարևոր օբյեկտները, կառույցները նվիրեցին ռուսներին։ Քոչարյանի օրոք նաև Ղարաբաղը հանվեց որպես կողմ բանակցությունների սեղանից եւ ռուսներից շատ կախվածություն ունենք, որտեղ առևտրատնտեսական հարաբերությունները մեծամասամբ հիմա ռուսների հետ են, բայց մենք գնում ենք կամաց դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Նա միանգամից հնարավոր չի։ Ես ասում եմ միանգամից հնարավոր չի։ Եվ դրա համար մեր իշխանությունները, որ վարում են ինքնուրույն արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն ինքնուրույն, կարծես թե գտնում են այդ լուծումների բանալիները եւ շատ զգուշորեն, որտեղ տեսեք, հələ հապկից դուրս չենք եկել, բայց հապկը չի ճանաչում մեր սահմանները։ Եթե չի ճանաչում մեր սահմանները, մեզ որպես զգուշությունը որն է, ես ասում եմ թող միանգամից դուրս գան։ Դե հիմա էդ էլ է քննարկելու հարցը։ Միանգամից դուրս գալն է, բայց պետք է քննարկեն, պետք է վերլուծեն, ուրեմն ռիսկերը, օգուտները, վնասները, բայց Ազատը ճիշտ է ասում, մեր ցանկացած քայլ մեր պետության պետք է ելնի մեր երկրի, մեր ժողովրդի շահերից, ինքնիշխան պետության շահերից։ Եթե բազմակողմանիորեն հաշվարկված, մանրակրկիտ ստուգված ուրեմն քաղաքականություն վարենք, հայ ազգը խելացի ազգ է։ Հայ ազգը Վարդան, ներողություն, գիտես ինչն եմ թողել քեզ։ Ագենտներին, Ռուսաստանի ագենտներին ինչ են կանելու, ասա իմանամ։ Ուրեմն այդ ագենտները Ես չեմ ասում, դու ասա։ Ինչ անենք դրանց։ Ուրեմն որ մեր շահերի դեմ են ու գործում են մեր երկրում եւ պետական ռեսուրսներ ունեն։ Այդ ագենտներին ամենագլխավորը պետք է ուրեմն մեր ազգային անվտանգությունը բոլորին չեզոքացնի, չէ։ Չեզոքացնի որևէ դիրք, որևէ պաշտոն։ Չպետք է տան նրանց։ Պետք է ագենտներին չենք, մեր ազգն են, հիմի լրտես են գնացել աշխատե, ոչ էս բերի գնդագահարի բոլորին։ Չէ, ծմա։ Նրանց ուղղակի հիմա նայեք։ Ազատազրկել։ Եթե լրտես է, եթե դավաճան է, եթե մեր հայրենիքի դեմ է, ուրիշ երկրի շահերն է պաշտպանում մեր երկրում, մնա առնվազն մեր երկրում պետք է չլինի։ Մեր պաշտոններից պետական պաշտոններ չպետք է տան դրանց։ Խստագույնս հիմա նայ ես միտեղից լսել եմ Ազատը ավելի լավ կիմանա, ասենք Թուրքիայում միլիոնավոր հայեր են ապրում, ուրեմն այդ հայերի ազգագրի մեջ իրանք ովքեր որ հայկական ծագում ունեն, թեկուզ փոխել են ազգանունը, կրոնը, բայց հայկական ծագում ունեն, կոդ կա խփած ազգագրի մեջ հատուկ, որ Թուրքիայում այդ մարդկանց որոշակի պաշտոններ չի թույլատրվում գնան, վախենում են, ասում են սրանց հայկական արյունը մի օր կթելադրի մեր թշնամություն։
Մենք էլ պետք է նման մի բան մտածենք։ Ամբողջ աշխարհում կան օրենքներ ինուագենտների մասին։ Այո։ Այդ օտար երկրացին, օտար երկրի շահերը պաշտպանող քաղաքացին չի կարող իր երկրում Մեր աչքերը չի բացվել, մեր ոչ բոլորի, մեր ժողովրդի։ Չի կարող պատգամավոր լինել, նախարար լինել։ Ամրես Ազատ ջան, հիմի մեր ամբողջ խնդիրը դրա մեջ է, որ մեր ժողովրդի մի Այդ հատվածը որ չասեինք չէր աչքերը չի բացվել։ Մի հատ էլի հումորով բան ասեմ, մեջբերեմ։ Ասում է, ուրեմն հորթի աչքերը բացվում են ծնվելու պահին։ Կադվի ու շան ձակի աչքերը բացվում են ծնվելուց 10-15 օր հետո։ Մարդու աչքերը բացվում են ամուսնանալուց հետո։ Իսկ հայ ժողովրդի մի հատվածի աչքերը առ այսօր չի բացվում։ Մի հատված, այո, կույր է։ Հիմի տեսեք, օրինակ այդ Թուրքիայից որ խոսացինք, չէ՞։ Ստամբուլում 3 անգամ ավելի շատ եկեղեցի կա, քան Երևանում։ Ուրեմն եւ այդտեղ ուրեմն մեծ թվով հոգեվորականներ են ծառայում։ Ուրեմն հələ դեռ Աթաթուրքի օրոք, ուրեմն մի հատ կազմակերպություն ձևավորվեց, որը կոչվում է Դիանետ։ Ուրեմն դա կրոնական կազմակերպությունների վրա հսկող հատուկ մարմին է, որի մեջ ընդգրկված է մոտ 110,000 աշխատող։ Այսինքն այդ բոլոր Թուրքիան եկեղեցիները չվերացրեց, ինչի չվերացրեց։ Ասես փոխանակ վերացնենք, թող դրանք դառնան մեր ագենտները։ Ստալինն էլ դա։ Որ Ստալինը նույնն Ստալինն արեց։ արեց, այո։ Ստալինը սկզբից վերացրեց, չէ, եկեղեցիները, Հետո այո։ բայց հետո բացեցին, որ իրանց ինֆորմացիայի Հավատացյալների զամպալիտ, հավատացյալների այո։ զամպալիտ։ Հիմա գնում է ժողովրդի աչքերը, որ ասում են չի բացվել, ինչի մար եմ ասում։ Այդ բացված սրիգաներին, այդ եզրաս, մեզրաս, այդ լրտեսներին։ Ժողովուրդը մինչև հիմա դրանց ձեռքերը հապյուրում է։ Առաջին գործը երևի թե դուք ասցիք բացահայտումն է։ Այո, բացահայտում եւ մեկուսացում։ Բացահայտելուց հետո բարձ կլինի թե ինչ է։ Եթե կա հանցագործություն պատժել, հանցագործություն եթե կա։ Մեր այսօրվա առաջին խնդիրը որը կհամարեք սենց համապատրաստից եւ դուք։ Ես առաջին խնդիրը համարում եմ, որ պետք է մեր կրթությունը պետության ներսում լինի ամենա կենտրոնական առաջնային ուրեմն ճյուղերից մեկը։ Պետք է մեր մանավանդ նոր ընտրված իշխանությունը պետք է իր գլխավոր ուղղությունն ու ուշադրությունը կենտրոնացնի կրթության եւ գիտության վրա։ Մեր զենքը կրթությունն ու գիտությունն է։ Այո, ավելացնեմ, հաշվետվություն։ Այսօրվա իշխանություն, այսօր մեր օրակարգում դա է, որ իշխանությունը պետք է ընտրություններից առաջ հաշվետու լինի։ Խոստացել է ծովը խմել, պետք է խմի։ Ուրեմն հաշվետվություն եւ հավատարմություն իր խոսքի, այսինքն դրանք իրար հետ կապված են։ Հաշվետվություն։ Շնորհակալ եմ պարոն նախկին քաղբանտարկյալներ Մենք էլ ենք շնորհակալ։ եւ ազատամարտիկներ Այո։ Շնորհակալություն հրավերին։ Ազատ Արշակյան եւ Վարդան Մալխասյան։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար, որ մասնակցեցիք այս զրույցին։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաեւ ձեզ, որ լսում եք մեր հյուրերին, Վարդան Մալխասյանին եւ Ազատ Արշակյանին։ Զրույցում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։